Սիրոտոներից մինչև մարտիրութը։ Գիծյան համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Շարունակում ենք աշխատել առաջինի եթերում, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս ռազմական փորձագետ, ապրի Արմենիայի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանն է։ Ողջույն պարոն Ներսիսյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Ներսիսյան, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետությունում, նախ նրանից նախարարի այցը Իրան, ինչ ռազմավարական ուղերձ կարող է իր մեջ պարունակել, եթե կա այդպիսին։ Այս հարցը տալիս եմ նրա համար հասկանալի պատճառներով, որ Իրանի շուրջ բավականին հիմա լարված իրավիճակ է ստեղծվել եւ Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը այց է կատարում այդ երկիր։ Ճիշտն ասած, շատ ինտենսիվ են Իրանի եւ Հայաստանի պետական անձերի շփումները եւ անցած տարի էլ մի քանի տենց բարձրաստիճան հանդիպումներ եղան Հայաստանում, Իրանում եւ սա առաջի այցը չի պաշտպանության նախարարի դեպի Իրան։ Բնականաբար, sense ուզում ես միշտ կապես երևի ամեն այցը իրադարձությունների հետ կատարվող, բայց կա նաև հավանականություն շատ մեծ, որ սա պլանավորված այցել է, ասենք, ահագին ժամանակ առաջ, հատկապես ելնելով նրանից, որ համագործակցությունը պետության հետ զարգանում է Իրանի եւ բավականին մեծ քննարկման ենթակա հարցեր միշտ կան եւ Հայաստանի եւ Իրանի միջև գաղտնիք չի, որ օրինակ հիմա բանակցություններ են գնում ռազմավարական գործընկերության հաստատուղթ կազմել եւ ստորագրելու մասով եւ այդ շրջանակներում էլ շատ հանդիպումներ եւ քննարկումներ են լինում եւ բոլորս գիտենք նաեւ Հայաստանի կախվածությունը օրինակ լոգիստիկ իմաստով Իրանից եւ քաղաքացիական եւ ռազմական ոլորտում։ Հայաստանի եւ Իրանի միջև իրականում ռազմական համագործակցության ինչ պոտենցիալ կա եւ արդյոք հնարավոր է խոսք լինի սպառազինության մատակարարման կամ համատեղ արտադրության մասին եւ այս համատեքստում էլ Իրանի ռազմական արդյունաբերության հնարավորությունները որքանով են օրինակ համապատասխանում Հայաստանի անվտանգային կարիքներին։ Պոտենցիալը բնականաբար տեղում է, բայց նույն ժամանակ պետք է հասկանալ, որ Իրանի հետ այսօր պատժամիջոցների պատճառով չի լինի շատ խորացնել այդ ոլորտում համագործակցությունը։ Մենք տեսանք, որ օրինակ մի անգամ անցան զորավարժություններ համատեղ Իրանի հետ, ինձ թվում է ավելի այդ ինչ-որ լոգիկայի մեջ կարելի է տեսնել քայլեր եւ եթե պատկերացնենք, որ այս լարված իրավիճակը ԱՄՆ-ի հետ կվերջանա ոչ թե պատերազմով, այլ վերջով ինչ-որ պայմանավորվածությամբ, այդ ժամանակ կարելի է ակնկալել, որ կարող է ինչ-որ ժամանակից սանկցիաների քանակը քչանա, որը Իրանի դեմ եւ օրինակ այդ թեմաները ավելի ակտուալ դառնան, որովհետեւ գլոբալ առումով Իրանի ռազմական արդյունաբերությունը այո աշխարհի ամենազարգացածը չէ, բայց ահագին, ասենք ասած, գին որակ տրամաբանության մեջ ահագին տարբեր իրավաբանություններ ունեն։ Շատ լավ, մենք նաև Միացյալ Նահանգների հետ Հայաստանը պաշտպանական համագործակցության մասին նշեցին, խոսեցին, մենք հիշում ենք այդ հայտնի դրոնները եւ այլն եւ շատերի պնդմամբ դա կանաչ լույս է, որ Հայաստանը եւ ԱՄՆ-ն գուցե ռազմատեխնիկական համագործակցություն ունենան, Իրանի հետ այդպիսի համագործակցությունը կարող է արդյոք խանգարել, թե սրանք ուղղակի տարբեր ուղղություններով աշխատանքներ են եւ գուցե նաեւ մեկը մյուսին ավելի խթանիչ գործոն կարելի է դիտարկել։ Դե բնականաբար ինչ-որ մակարդակից ավել դա կխանգարի, հատկապես եթե հարաբերությունները Իրանի ու ԱՄՆ-ի մնան ոնց որ իրենք այսօր են կամ ավելի վատանան, դա բնականաբար ինչ-որ
պահից հետո խոչընդոտ կարող է դառնալ եւ կդառնա, բայց եթե խոսենք, որից նշեցի, որ այս թեման երևի ավելի ակտուալ կդառնա քննարկման, եթե օրինակ ինչ-որ միջուկային զենքի շուրջ ինչ-որ պայմանավորվածության հասնեն այս մոտակա 1-2 շաբաթվա մեջ եւ ոչ թե պատերազմի ճանապարհով։ Բայց պատերազմի դեպքում այսքան իրավիճակը կարդինալ կփոխվի։ Եթե պատերազմի ճանապարհով գնա, մենք չգիտենք այդ պատերազմը ինչով է վերջանալու այս պահին։ Դրա համար քննարկելն էլ իմաստ չունի, կմնա նույն ղեկավարությունը, ուրիշ ղեկավարություն կլինի, պետությունը կպահպանվի, չի պահպանվի, մեծ քանակի հարցեր կլինեն այդտեղ եւ չեմ կարծում, որ այսօր իմաստ ունի գուշակել, թե այդ պատերազմի մասշտաբը ինչա լինելու, ձևական ինչ-որ օպերացիա ավելի լայնամասշտաբ, մենք այդ ամեն ինչը այսօր գուշակել չենք կարող։ Իսկ այս այցը, օրինակ մեր մյուս հարևաններին ինչ-որ իր մեջ ուղերձներ պարունակում է, դե առաջին հերթին ես նկատի ունեմ Անկարային եւ Բաքվին։ Ինձ թվում է, որ ավելի շատ երկկողմանի, ճիշտն ասած, ֆորմատ է սա, այս պահին գոնե եւ առաջի հերթին կարծում եմ, որ հայ-իրանական հարաբերությունների ուղղված է, հատկապես պաշտպանության նախարարի այցի ֆորմատում կարծում եմ, որ բավականին տեխնիկական հարցերի շուրջ է քննարկումը եւ ես չեմ տեսնում, որ ինչ-որ մեծ ծավալով նաեւ տվյալներ լինեն կամ հայտարարություններ հանդիպումից հետո դրա համար երևի այդ արտաքին քաղաքական հայ-իրանական հարաբերություններից դուրս գործոնը մինիմալ է այստեղ։ Շատ լավ, նաև Հայաստանի առհասարակ ռազմաքաղաքական վիճակից խոսենք, կարծիքները շատ տարբեր են, որ Հայաստանի ռազմաքաղաքական ներկայիս դիրքավորումը շատերը պնդում են, որ ռիսկային են, մի մասն էլ պնդում է հակառակը ավելի ինքնուրույն, հետևաբար ավելի անվտանգ, դուք ինչպես եք կարծում։ Ես կարծում եմ, որ այս պահին շատ դժվար է ուրիշ մոտեցում դրսևորել, որովհետև մենք ունենք չաշխատող դաշինք եւ ունենք հնարավորություն նոր պետությունների հետ զարգացնել հարաբերություններ համ տնտեսական, համ ռազմական ոլորտում եւ բավականին լուրջ քայլեր արվեցին եւ ահագին փոփոխվել են հարաբերությունները այս պահին մի շարք պետությունների հետ, ում Հայաստանը ավելի սահմանափակ հարաբերություններ ուներ եւ այստեղ ԱՄՆ-ն էլ կարելի է նշել, Ֆրանսիան էլ, ԵՄ-ի ուրիշ պետություններ, Հնդկաստան, Իրան, նաեւ Չինաստանի հետ էլ ավելի թվում է բարենպաստ են հարաբերությունները այս պահին դրա համար ինձ թվում է ընտրելու ինչ-որ հնարավորություն էլ շատ չկա այս պահին եւ ուրիշ ելք չկա բացի դիվերսիֆիկացիայից եւ գտնելու նոր ինչ-որ ֆորմատի Հայաստանի համար։ Իսկ պարոն Ներսիսյան, այդ համատեքստում է նաև հարցը։ Առաջկա տարիների համար, որ սցենարն է ավելի հավանական դիտարկվում, հաշվի առնելով այն ինչ որ դուք նշեցիք, այդ դիվերսիֆիկացիա եւ այլն։ Ուժային հավասարակշռության կայունացում, թե ինչ էսկալացիա։ Դե բնականաբար էսկալացիան Հայաստանին հետաքրքիր չի եւ այս պահին միակ ճանապարհը դա վերականգնել մեր ուժերը եւ աշխատել նրա վրա, որ պատերազմ չլինի եւ ոչ թե որ չլինի, որովհետեւ չեն ուզում պատերազմ լինի, օրինակ պայմանական Ադրբեջանը, որտեղ պայմանավորվել ենք, ոչ ասենք խաղաղության պայմանագիր, այլ որտեղ նաև չկարողանա այդ սցենարը պատկերացնել։ Դրա համար համ բարեփոխումներ, համ գնումներ, համ մոտեցումների փոփոխություն եւ այդ ճանապարհով կարելի է ինչ-որ ժամանակ հետո գալ դեպի այդ կետ հասնել։
երկարաժամկետ։ Ես ինչու նախ տվեցի այդ ռազմաքաղաքական մեր դիրքավորման մասին հարցը եւ ուժային հավասարակշռության կայունացում, թե այլ տարբերակներ դիտարկել, որովհետեւ մենք տեսնում ենք, որ դաշտում տարբեր քաղաքական դերակատարների կողմից կան դիտարկումներ, որ ուժային հավասարակշռության վերականգնման, այդ բալանսի կայուն պահպանման համար անհրաժեշտ է առանցք Հայաստան, Իրան, Ռուսաստան ձևաչափով։ Ճիշտ ասած, այս պահին մենք ունենք պատմություն, երբ մենք Ռուսաստանի հետ աշխատել ենք 21 թվականին եւ դա չի աշխատել, հիմա պնդել կարելի է ինչ ուզում ենք, բայց մենք ունենք կոնկրետ փաստ, որ դա չի ստացվել եւ դրանից հետո ընդունվել են որոշումներ շարժվել այլ ճանապարհով եւ մենք տեսնում ենք շատ ավելի մեծ քայլեր եւ ավելի շատ աջակցություն այն պետություններից ու մեծ որ հիմա ենք աշխատում։ Շատ լավ, վստահ եմ դուք եք չէ հիշում, որ պարբերաբար իրանական կողմը խոսում էր իր կարմիր գծերի մասին, հետո մենք հիշում ենք հյուպատոսության բացումը, հյուպատոսի հայտարարությունները կամ հենց Իրանից տարբեր պաշտոնյաների հայտարարություն, որը մեր հանրության մեջ որոշակի, այսպես ասենք, ոգևորություն էր առաջացնում, հա, իրանական գործոնով պայմանավորված իրավիճակի ոչ, այսպես ասենք, ռազմական վատթարացման տրամաբանությամբ։ Այս ձեզ, Իրանը այդ իմաստով մեզ համար տեսական թե ռեալ անվտանգային գործընկեր է։ Իրանը ինքը մեզ հարևան պետություն է, որի հետ երկու պետությունից մեկն է, ում հետ մենք ունեցել ենք adekvat հարաբերություններ այս 30 տարվա մեջ եւ զուտ Ադրբեջանի հետ կապված այն մարտահրավերների հետ, որ առաջացան 2020 թվականի պատերազմից հետո, ինքը ահագին աջակցություն ցույցաբերեց եւ պետք է ասել, որ այդ պահին դա մեծ դեր ունեցավ 2021-22 թվականին դրա համար որոշ հարցերում Իրանի եւ Հայաստանի շահերը համընկնում են, որոշ հարցերում երևի չեն համընկնում, բայց ինձ թվում է, որ լավ հարևաններ լինելու հնարավորություն մենք ունենք եւ ինչ որ հարցերում նաեւ անվտանգության հետ կապված որոշ խնդիրներ լուծելու։ Պարոն Ներսիսյան, դե բնականաբար ռազմատեխնիկական համագործակցություններ եւ այլն դրանք արվում են ըստ ենթադրաբար մեր ռազմական կամ ռազմաքաղաքական դոկտրիններին համապատասխան, հա, այդ մշակումներին համապատասխան, թե ինչ, երբ, ինչպես, որտեղից, ում հետ, հա, ինչի համար եւ այլն տրամաբանությամբ, բայց դրանց զուգահեռ էլի եթե քննադատություններին անդրադառնանք, ասում են, որ մեր զինված ուժերը չունի ռազմաքաղաքական հստակ դոկտրին, այլ իր ավելի շատ, այսպես ասած, իրավիճակային լուծումների է գնում, հա, երկարաժամկետ ռազմավարություն չի երևում։ Այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում, այդ թվում եւ այդ դիվերսիֆիկացիան, դա հենց մեր հստակ դոկտրինի մասին է խոսում, թե սրանք եւս իրավիճակային լուծումներ են կամ իրավիճակային քաղաքականություն է։ Կարծում եմ, որ մինչև 2023-24 թիվ իրավիճական մոտեցումները բավականին հաճախ էին, բայց դա կապված էր նաեւ մի բանի հետ, որ 20 թվի պարտությունից հետո ահագին արագ եւ առանց մտածելու վերականգնվելու խնդիրներ կային, ուրիշ չկար ժամանակ երկար պլանավորումների կամ մտքերի, օրինակ նույն գնումների հետ կապված զենքի եւ զինամթերքի։ Այո, եթե մենք պատկերացնենք, որ մենք ինչ-որ շատ ավելի ստաբիլ իրավիճակում ենք, կարելի է ավելի երկարաժամկետ պլանավորված մոտեցում ցուցաբերել 22 թվականի սեպտեմբերից հետո պայմանական, բայց դա իրավիճակը գիտեք ինչ էր, գրեթե Հայաստանը կլինի կամ չի լինի, ինչ-որ իրավիճակ էր ստեղծվել, հիմա բնականաբար կարծում եմ, որ ավելի սկսել է ավելի դեպի երկար պլանավորում այդ ոլորտում գոնե
իրավիճակը շարժվել եւ դա ճիշտ է բնականաբար արդեն կան մի շարք փաստաթղթեր, օրինակ բանակի տրանսֆորմացիայի կոնցեպտը եւ այլ փաստաթղթեր, կարծում եմ որ կան փաստաթղթեր նաեւ որոնք չեն հրապարակվում, որտեղ ավելի երկարաժամկետ մոտեցումներ կան։ Շնորհակալ եմ պարոն Ներսիսյան։ Ես էլ հաջողություն։ Հաջողություն։ Զրուցակիցս ռազմական փորձագետ, ապրի Արմենիայի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանն էր, մնացեք առաջինի հետ, քիչ անց կվերադառնանք։